Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ Մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ Տրանսպորտեր 5 առաքելության շրջանակներում Falcon 9 հրթիռը երկրի ուղեծիր է տեղափոխում 59 տիեզերական ապարատ։ Այդ ապարատների թվում կան փոքր արբանյակներ, միկրոարբանյակներ, ուղեծրային տրանսպորտային միջոցներ եւ այլ օգտակար բեռներ։ Space News.com-ը գրել է, որ նշված 59-ի մեջ իրենց ապարատներն ունեն տարբեր հայտնի ընկերություններ՝ ամերիկյան NASA-ն, Geo Optics-ը, ֆիննական ICE-ը, արգենտինական Satellogic-ը, ամերիկյան Spire-ը եւ Hawk-Eye 360-ը։ Արբանյակների նշանակությունը տարբեր է։ Հայկական արբանյակն արձակվել է պետական Գեոկոսմոս Փակ բաժնետիրական ընկերության եւ իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում։ Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության եւ մոնիթորինգի, ճանապարհաշինության համար։ Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է բույսեր աճեցնել լուսնային հողի մեջ։ Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ սաթիվներ են աճեցրել լուսնից բերված հողում։ Այս հաջողությունը կարևոր իրադարձություն է ապագա տիեզերական առաքելությունների համար, որը նաև օգտակար տեղեկություններ կտա տիեզերական հողի կազմի եւ պերիության մասին։ Նախկինում փորձեր արվել են Արիզոնա անապատի ավազից նմանակված հողում սերմեր աճեցնելու համար, որոնք բողբոջել էին։ 2019 թվականին չինական Չանյե 4 զոնդն առաջին անգամ լուսնի մակերեսին փոքրիկ կենսոլորտի ներսում ծիլեր է աճեցրել, սակայն նրանք ապրել են ընդամենը 1 օր։ Փորձի համար նախատեսված հողը հավաքվել է Ապոլոն 11, 12 եւ 17-ի առաքելությունների ժամանակ։ NASA-ն այդ թանկարժեք նյութից տրամադրել է ընդամենը 12 գրամ։ Գիտնականները 1 գրամ լուսնային հողով լցված փոքրիկ ամանների մեջ տնկել են թալուսի սերմեր, պարարտացրել ծնդանյութերով։ Զուգահեռաբար նույն սերմերը ցանվել են արհեստական լուսնային հողում, արհեստական մարսյան հողում եւ ծայրահեղ պայմաններ ունեցող երկրային հողում։ Զարմանալիորեն հույսերը բողբոջեցին գրեթե ամենուր։ Սա հուշում է, որ լուսնային հողը չի խանգարում աճի մեջ անհրաժեշտ ծնդանյութերի կլանման։ Apple-ը ներկառուցված տեսախցիկով ժամացույց է ստեղծել։ Apple-ը արտոնագրել է ներկառուցված տեսախցիկով ժամացույցի նախատիպը։ Այս մասին հայտնում է Potentially Apple-ը։ Ինժեներները տեսախցիկը տեղադրել են Apple Watch-ի պսակում։ Նկարագրության համաձայն այս տարբերակը կարող է օգտագործվել անմիջապես օգտատիրոջ դաստակից լուսանկարներ եւ տեսանյութեր նկարահանելու համար։ Փաստաթղթերում նշվում է, որ լուսանկարչության համար սարքի օգտատերը կարող է ժամացույցը շրջել այնպես, որ տեսախցիկն ուղղված լինի օբյեկտի վրա։ Բացի այդ, հատուկ կառուցվածքի շնորհիվ Apple Watch-ը կարելի է հանել դաստակից։ Ավելի լավ լուսանկարներ ստանալու համար գաջեթի մեջ տեղադրվել է լուսադիոդ, որը կատարում է լույսի գործառույթները։ 2019 թվականին ընկերությունը գրանցել էր ժամացույցի գոտի, որում տեղադրվել էր տեսախցիկ։ Apple Watch խելացի ժամացույցը, որը ընկերությունը արտադրում է կոմերցիոն նպատակներով, չի օգտագործում տեսախցիկ։ Squid արևային էներգիայով աշխատող մեքենան դուրս է գալու եվրոպական քաղաքների փողոցներ։ Հոլանդական Squid Mobility ստարտափը նպատակ ունի մշակել պարզ եւ մատչելի արևային էներգիայով աշխատող քաղաքային էլեկտրական միկրոմեքենա։ Ընկերության ինժեներների աշխատանքի արդյունքում ծնվել է $6500 արժողությամբ Squid երկտեղանոց էլեկտրամեքենան, որտեղ պարզությունը համընկնում է ֆունկցիոնալության հետ։ Այն ունի 2 գավաթների համար նախատեսված խոռոչ, շարժական Bluetooth բարձրախոս։ Նստատեղերի հետևում տեղադրված է 68 լիտր ուղեբեռի տեղ, որը ուղևորի նստատեղը ծալելով կարելի է հասցնել 243 լիտրի։ Միկրոմեքենան կոմպակտ չափերով ավելի շատ նման է գոտվի մեքենայի։ Այն պետք է համապատասխանի եվրոպական թեթև էլեկտրական կվադրացիկլների չափանիշներին, ուստի թափքը առջևից եւ հետևից հագեցած է հարվածակայուն կառույցներով։ Squid-ի հիմնական տարբերակը թողարկվում է առանց դռների, բայց կարելի է դրանք գնել։ Հետևի մասում տեղադրված 2 կՎտ հզորությամբ երկու շարժիչները հասնում են մինչև 50 կմ/ժ առավելագույն արագության, իսկ լիթիում-իոնային մարտկոցների լիցքը բավարար է 100 կմ ճանապարհորդության համար։ Մարտկոցները պատրաստվում են բռնակով ճամպրուկի տեսքով, ինչը մեծապես հեշտացնում է դրանց փոխարինումը։ Տանիքին կառուցված արևային մարտկոցները կավելացնեն եւս 20 կմ ճանապարհ։ Հիմնական մոդելի գինը $6500 է, իսկ արդիականացվածը $9700։ Միկրոմեքենաների սերիական արտադրությունը պետք է սկսվի 2023 թվականին։ Մշակվել է չոր անապատային օդից խմելու ջուր ստանալու էժան տեխնոլոգիա։
Տեխասի համալսարանի ինժեներները մշակել են մի տեխնոլոգիա, որը ընդամենը մի քանի դոլարի դիմաց թույլ կտա առանձնացնել 1 լիտր կենսատու խոնավություն նույնիսկ անապատի չոր օդից գերհիգրոսկոպիկ պոլիմերային թաղանթների շնորհիվ։ Ջրի մաքրման ավանդական տեխնոլոգիաների համեմատ, որոնք կախված են մոտակա ջրամբարի կամ ստորգետնյա աղբյուրի առկայությունից, օդի միջից ջուր հանելը շատ ավելի գրավիչ այլընտրանք է, քան որ կախված չէ տեղանքի ոչ աշխարհագրական, ոչ էլ ջրաբանական պայմաններից։ Մառախուղի կամ ցողի խտացման միջոցով ջուր ստանալու համար անհրաժեշտ է 90%-ից ավել օդի հարաբերական բարձր խոնավություն, իսկ երկրագնդի մակերեսի 1/3-ից ավելին տարեկան միջին խոնավությունը 40%-ից ցածր է։ Nature Communications ամսագրում նկարագրվում է էժան գելանման գերհիգրոսկոպիկ պոլիմերային թաղանթի մշակումը, որն ունակ է օդից ջուր հանել նույնիսկ ամենաչոր կլիմայական պայմաններում։ Անհրաժեշտ նյութերն արժեն ընդամենը $2 1 կիլոգրամի համար, իսկ 1 կիլոգրամ թաղանթը կարող է օրական հավաքել մինչև 5.8 լիտր ջուր 15%-ից ցածր հարաբերական խոնավությամբ և մինչև 13.3 լիտր մինչև 30% հարաբերական խոնավությամբ տարածքներում։ Սարքի շահագործման սխեման շատ պարզ է։ Երբ խոնավոդը անցնում է թաղանթի ծակոտիներով, այն հագենում է մթնոլորտային խոնավությամբ իր հիգրոսկոպիկության շնորհիվ և մեծանում է չափերով, ջուրը կուտակելով պոլիմերային ցանցում։ Ռոբոտ խոհարարը սովորել է ճաշակել և գնահատել ուտելիքի համը ճաշ պատրաստելիս։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները համագործակցելով կենցաղային տեխնիկա արտադրող Beko-ի հետ վարժեցրել են ռոբոտ խոհարարին գնահատել ճաշատեսակի աղիությունը եփելու տարբեր փուլերում, ընդօրինակելով ծամելու գործընթացը։ Մեթոդը հնարավորություն է կազմել համի քարտեզներ, որոնք ռոբոտի սենսորների աշխատանքը նմանեցրել են մարդու ընկալիչներին։ Գիտնականները ռոբոտի ձեռքին միացրել են աղիության սենսոր։ Մինչ ձվով և լոլիկով կերակուրը եփվում էր, այն համտեսեց ուտելիքը, ստանալով ցուցումներ ընդամենը մի քանի վայրկյանում։ Հյուսվածքի փոփոխությունը կրկնօրինակելու համար, որը տեղի ունենում ծամելիս, ռոբոտին տրվել է եփվող ուտեստի էլեկտրական խառնիչով մանրացված տարբերակը, իսկ ռոբոտը վերագնահատել է դրա համը։ Ընդօրինակելով համի մարդկային ընկալումը, ռոբոտները կարող են սովորել, թե ինչպես պատրաստել մարդկանց դուր եկած սնունդը և հարմարեցրել նրանց անհատական նախասիրություններին։ Նման սարքերը պահանջարկ կունենան ծերանոցներում, գիշերօթիկ հաստատություններում, հիվանդանոցներում, որտեղ մարդկային ռեսուրսները միշտ չէ, որ բավարար են բոլոր մարդկանց համեղ և բալանսավորված կերակուր ապահովելու համար։ Արհեստական ինտելեկտը կգնահատի կորալային խութերի վիճակը։ Հետազոտողները կարողացել են արհեստական ինտելեկտին վարժեցնել գնահատել կորալային խութերի որակական կարգավիճակը նրանց ձայնային լանդշաֆտի միջոցով։ Ալգորիթմի ճշգրտությունը հասնում է 92%-ի։ Սա թույլ կտա հեշտությամբ հետևել այն խանութներին, որոնք կլիմայի փոփոխության և մարդկային գործունեության պատճառով անհետացման վտանգի տակ են։ Յուրաքանչյուր կորալային խութ ունի իր բարդ ձայնային պատկերը։ Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի հետազոտողները համակարգչային ալգորիթմին վարժեցրել են օգտագործելով առողջ և անհետացող խութերի մի քանի ձայնագրություններ։ Այնուհետև արհեստական ինտելեկտը վերլուծել է բազմաթիվ անծանոթ ձայնագրություններ և հաջողությամբ որոշել է խութի վիճակը 92%-ի դեպքում։ Ալգորիթմը նկարագրված է Ecological Indicators ամսագրում։ Աշխարհի ամենափոքր քայլող հեռակառավարման ռոբոտը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգի հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները ստեղծել են այն, ինչը կարելի է անվանել աշխարհի ամենափոքր հեռակառավարվող քայլող ռոբոտը։ Ընդամենը կես միլիմետր չափերով այս փոքրիկ խեցգետնի ձև ունեցող ռոբոտները կարող են քայլել, սողալ, շրջվել և նույնիսկ ցատկել, առանց որևէ էլեկտրական կամ հիդրավլիկ բաղադրիչ օգտագործելու։ Այն, ինչ այս փոքրիկ ռոբոտներին հնարավորություն է տալիս տեղաշարժվել, ձևի հիշողությամբ կաղապարն է։ Նման համաձուլվածքների տաքացումը հանգեցնում է նրան, որ դրանք վերադառնում են իրենց սկզբնական ձևին, անգամ դեֆորմացված լինելով։ Համաձուլվածքը տաքացնող ջերմությունը մատակարարվում է լազերային լույսի ճառագայթով, քանի որ ռոբոտները շատ փոքր են, ջերմությունը բավական արագ է տարածվում նրանց մարմնի միջով, ապահովելով կծկումների բարձր արագություն, որը կարող է հասնել վայրկյանում 10 ցիկլի։ Լազերային ճառագայթի կիզակետը որոշում է շարժման ուղղությունը, իսկ լազերային ճառագայթի ավելի բարդ շարժումները ստիպում են ռոբոտին կատարել բարդ շարժումներ, այդ թվում տեղում պտույտներ, ցատկեր և այլն։ Նվազեցնելով կամ ավելացնելով ինտենսիվությունը, կարգավորելով լազերային լույսի մոդուլյացիան, կարելի է վերահսկել շարժման արագությունը։ Նման ռոբոտների մեծ խմբի կառավարումը չափազանց դժվար է, քանի որ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է առանձին լազեր, անհատական կառավարմամբ։ Այնուամենայնիվ, հետագայում հնարավոր է, որ ռոբոտների ապագա սերունդներն արդեն կարողանան կատարել որոշ օգտակար գործողություններ։
Ռոբոտն իրականացրել է NASCAR մեքենայի քրաշ թեստն իրական մրցուղու վրա իրական պայմաններում։ Ռոբոտաշինության բրիտանական AB Dynamics ընկերությունը NASCAR-ի մրցավազքի կազմակերպիչների հետ համատեղ փորձարկել են NASCAR Next Gen ավտոմեքենան, որը կմասնակցի 2022 թվականի գավաթին։ Թեստն իրականացվել է իրականից գրեթե չտարբերվող պայմաններում։ AB Dynamics-ի ռոբոտը վարել է փորձարկվող մեքենան բարձր արագությամբ, հետևելով բոլոր փորձարկման կանոններին եւ բախվել է բամպերի պատին։ Այս թեստերի նպատակն է գնահատել նոր մեքենայի անվտանգությունը NASCAR-ի մրցարշավներում ամենատարածված բախման դեպքում։ Մեքենայի վարորդի նստատեղին դրված էր սենսորներով հագեցած մանեկեն, որից ստացված տվյալները թույլ են տալիս որոշել վթարի ժամանակ մարդու մարմնի վրա ազդեցության աստիճանը։ Պայմանների համաձայն փորձնական մեքենան պետք է զարգացներ ժամում մինչև 210 կմ արագություն եւ 24 աստիճան անկյան տակ բախվեր արգելապատնեշին։ Արդյունքում փորձարկվող NASCAR մեքենան հարվածել է արգելապատնեշին, սահմանված կետից շեղվելով ընդամենը 2 սանտիմետրով, իսկ բախման անկյան շեղումը պահանջվածից եղել է 1 աստիճան։ Ճապոնացի գիտնականները ստեղծել են եզակի նանոածխածնային Մյոբիուսի ժապավեն։ Ճապոնացի գիտնականները բեկում են մտցրել մոլեկուլային սինթեզի մեջ եւ ստեղծել են նանոածխածնային ժապավեն, որը ոլորված է դասական Մյոբիուսի ժապավենի պես։ Նրանք վերցրել են 2017 թվականին ստացված նանոածխածինների առաջին տարբերակը, որը երկարճ նանոխողովակ էր։ Փաստացի այն օղակ էր, որն առանձնացրել, մասամբ պտտել են ու նորից միացրել։ Ամենադժվար խնդիրը մոլեկուլի ոլորման արդյունքում առաջացող լարվածության էներգիան կառավարելն էր։ Ճապոնացի գիտնականները մեծ վերլուծական աշխատանք են կատարել աշխատանքի օպտիմալ ալգորիթմ ընտրելու համար։ Նրանց ձեռքբերումը նոր խոսք է մոլեկուլային դիզայնի եւ սինթետիկ քիմիայի մեջ։ Այժմ գիտնականներին հետաքրքրում է, թե ինչ հետաքրքրություններ ունի նոր կառուցվածքը։ Սա լրացուցիչ խթան է հանդիսանում բարդ տոպոլոգիական կառուցվածքով նանոածխածնային նյութերի մշակման համար։ Չինաստանը պատրաստվում է ռոբոտ նավի գործարկմանը, որը մեծ թվով անօդաչուների խմբի ղեկավարն է։ True Hai-Yun 88 մետրանոց ռոբոտային նավն աշխարհում առաջին փոխադրողն է, որը 50 թռչող, վերգետնյա եւ ստորջրյա անօդաչու մեքենաների խմբի գործողությունների համակարգողն է եւ ընդունակ է համատեղ ջանքերով լուծել խնդիրների լայն շրջանակ։ Նավի կառավարման համակարգը նախատեսված չէ նավահանգստային տարածքներում եւ ծովային ծանրաբեռնված վայրերում անկախ նավարկության համար։ Նման տարածքներում նավը նավարկելու է հեռակառավարման վահանակի միջոցով, իսկ բաց ջրեր մտնելուց հետո անկախ տեղաշարժվելու եւ որոշումներ կայացնելու ազատություն կստանա։ Այնուհետև, հետևելով իր մեջ ներմուծված ծրագրերին, նավը կգործի ինքնուրույն եւ կկատարի իրեն առաջադրված խնդիրները։ Այն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները թռչող սարքերի, ռոբոտ նավակների եւ սուզանավերի արձակման, վայրեջքի եւ հետ վերադարձի համար։ Բոլոր անօդաչու սարքերը մշտապես կապի մեջ կլինեն նավի հետ, համապատասխան կապի համակարգերի առկայության շնորհիվ։ Առաքելությունն ամբողջությամբ կղեկավարվի կառավարման համակարգի կենտրոնական համակարգչի կողմից, որը կաշխատի առաջադրանք կատարելուն ուղղված ծրագրային ապահովմամբ։ Շրջանառվում է այն միտքը, որ նավը կունենա նաև ռազմական նշանակություն, քանի որ կարող է որսալ եւ ոչնչացնել թշնամու ագրեսիվ թիրախները։ Virtu One XR խառը ակնոցները Kickstarter-ի ռեկորդ են սահմանել։ 120 դյույմանոց էկրանի անալոգը սովորական արևային ակնոցների տեսքով ստանալու համար ստարտափ Virtu One XR-ին անհրաժեշտ էր հավաքել ընդամենը $20,000 նախնական ներդրում, սակայն Kickstarter-ի օգնությամբ $2.5 միլիոն։ Virtu One XR ակնոցները կիրառում են խառը իրականության տեխնոլոգիան, վիրտուալ եւ լրացված իրականության համադրությամբ։ Նրանք օգտատիրոջ աչքերի առաջ նախագծում են 120 դյույմանոց 1080 պիքսել էկրան, 60 կադր վայրկյանում թարմացման արագությամբ։ Հատուկ պարանոցի ֆիքսատորի միջոցով, որն ունի ներկառուցված կապի մոդուլ, կարելի է ակնոցի վրա գործարկել հոսքային ծառայություններ եւ խաղային հավելվածներ։ Ըստ սարքի մշակողների, խաղացողներն իրենց ակնոցների վրա կարող են տեղադրել Steam Link իրենց ամբողջ Steam գրադարան մոտ գործելու համար, կամ ներբեռնել այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Moonlight կամ AMD Link, այս սարքում իրենց համակարգչային խաղերին մուտք գործելու համար։ Ակնոցներն ունեն ներկառուցված բարձրախոս, թաղանթ լույսը կառավարելու եւ լինզաներ տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Գաջեթը կշռում է 77 գրամ, եւս 170 գրամ պարանոցի կապիչը։ Ակնոցների արժեքը սկսվում է $429-ից եւ վաճառքում կհայտնվեն այս տարվա նոյեմբերին։